անոր պրոցեսի հակաիրավական կողմը։ Պետք է սկսենք հաստատել ներկայացնենք դերասանցի քննարկման ընթացքում կրկին դատանի կողմից քննարկման առարկա դառնա, թե ինչ վարույթի շրջանակներում այդ հարցը քննարկվում, ում դեմ այդ վարույթը, ինչ պայմաններում։ Քրեական վարույթը նախաձեռնվել ես ընդհատեմ ձեզ, կարգադրիչներին նորից եմ կրկնում, կարգու կանոն ապահովել։ Եթե չեն ենթարկվում պահանջին, ուրեմն դալիճից դուրս են հրավիրում։ Ընտրեմ պարոն Խուդարյան շարունակի։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դահլիճում ներս։ Շատ սիրելի տիկին Լիդա, մի հատ ասա թողնայի, տիկին Լիդա ջան, ամբողջ խոնարհումով շնորհակալություն եմ հայտնում, բայց խնդրում եմ խաղաղ մնաք, շատ եմ խնդրում խաղաղ մնաք, ձեր ձեռքերը ամփուրելով եմ ասում, խաղաղ մնացեք, ամեն ինչ իր ժամանակով, կփոխանցեք հետո, հիմա խաղաղ մնացեք, շատ եմ խնդրում, խնդրում եմ ձեզ, շատ լավ, խաղաղ մնացեք մինչև, շատ խնդրանքս ամեց։ Եթե անդրադառնանք գործի հետ առնչություն ունենք։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դահլիճում ներկա ասուլտի նկատմամբ, բացառապես այն պատճառով, որ վերջիններս ունեցել են քաղաքական հայացքներ եւ դրանք փորձել են արտահայտել խաղաղ անհնազանդության ակցիաների եւ ոչ բռնի պայքարի կանոններով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է, որպեսզի ապօրինի գործիքակազմով խոչընդոտ հանդիսանա Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիների համար իրենց սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման ճանապարհով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ի թիվս լուսների, նաև Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս Գերաշնորհ Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի նկատմամբ։ Այս դահլիճում, այս դահլիճից դուրս, մեր հասարակության շրջանակներում կասկած չի մնացել, որ այս քրեական հետապնդումը ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա, չի հետապնդում քրեադատավարական նպատակ։ Այս գործը ունի համաձայն մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 18-րդ հոդվածի այլ քողարկված նպատակ։ Քողարկված նպատակը քաղաքական շարժառիթն է խոչընդոտելու բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արդար ձայնը բարձրացնել այս կամ այն հարցի վերաբերյալ, ընդ որում կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Հայ ժողովրդի արժանապատվությունն է, առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունն է։ Քրեական վարույթը նախաձեռնվել է այն ժամանակահատվածում, երբ որ հետագայում արդեն տեսանք եւ հասկացանք, նախապատրաստվում էր, կազմակերպվում էր առաքելական եկեղեցու դեմ այն արշավը, որի ականատեսն ենք դարձել այսօր, եւ այս գործը հարուցելու ստորագրությունը դրած քննիչը, այնուհետև մեղադրանքները հաստատած դատախազները իրենք են սկսել այս ողջ գործընթացը եւ իրենք, եթե չասեմ ամբողջությամբ, մեծ բաժնով պատասխանատու են բոլոր այն գործողությունների դեմ, որ այսօր ապօրինաբար տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Շարժառիթը եղել է ինչպես քաղաքական գործընթացներից ըստ որդիս մեկուսացումը, այնպես էլ շարժառիթը եղել է
Առաքելական եկեղեցու ներսում կրշիռ ունեցող հոգևորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին դարձվի այս արշավը եկեղեցու նկատմամբ։ Կա մեկ լուծում այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար։ Ըստ արդյոք նկատմամբ խափանան միջոց չպետք է ընտրված լինի։ Քանի որ ի սկզբանե հետապնդումը եղել է ապօրինի, նշված է շարժառիթներով, խափանման միջոցը չունի որևէ իրավական հիմք, այն պետք է գոյություն չունենա։ Դուք ունեք հնարավորություն դատավարության այս փուլում որոշակի սահմանափակ հնարավորություն, չէ՞։ Կատարել գործողություններ ձեր լիազորություններից ելնող, որով մասնակի որոշ չափով կարող եք մեղմել բոլոր ապօրինությունները, որոնք սկիզբ են առել նախ 2025 թվականի մարտի 18-ին քրեական վարույթի նախաձեռնումով, ապա եւ հունիսի 25-ին անձանց ձերբակալություններով, այնուհետև մեղադրանքների առաջադրումով։ Դա բավականին դժվար որոշում է հաշվի առնելով մեր իրողությունները այսօրվա, բայց դա միակ ճիշտ որոշումն է։ Ցանկացած այլ տեսակի որոշում շարունակում է եւ ապօրինաբար խախտել ինվեստորի իրավունքները եւ շարունակում է բաց թողնել այն դաշտը, որի պայմաններում իրավապահ եւ դատական համակարգը պատրաստ է իրավաբանության ցանկացած աղճատման ոտնահարման, եթե դա պահանջում է քաղաքական շահը։ Ուստի դուք կարող եք դերակատարություն ունենալ ինչպես վստահորդիս իրավունքների պաշտպանության հարցում, այնպես էլ առհասարակ այդ արգելակը սխմեք դատական համակարգի այս աստիճանի գահավիժումը կանգնեցնելու ուղղությամբ։ Դրա համար դուք ունեք բավարար իրավական հիմքեր։ Հիմա արդեն անդրադառնանք այն հարցերին, ինչը ենթադրվում է խափանման միջոցի հարցի քննարկման բուն ընթացքին։ Հանրային մեղադրողները ինչպես առաջին դատական նիստին, այնպես էլ հաջորդի հայտարարություններ կատարեցին, ընդհանրական արտահայտություններ առանց գործի որևէ տվյալի վրա հղում կատարելու, առանց պատշաճ մեղադրանքի, առանց խափանման միջոցի հիմքերի որևէ ռեալ պարզաբանման։ Նշվեց, որ վերաքննիչ դատարանը էականորեն նվազ է համարել եւ իր դատական ակտում այլևս չի կիրառել այդ հիմքը, թողնելով միայն գործի միջամտելու հարցը, բայց իրականում այդ խնդրին ես շատ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև բազմիցս անդրադարձել եմ, ես ընդհանրապես առանձին պնդումներ եմ անելու, որի վերաբերյալ պատասխան եւ պատճառաբանությունները ակնկալելու եմ տեսնել ձեր դատական ակտում։ Նախ պետք է անդրադառնանք կալանքի պայմաններին։ Ինչպես այս գործով առաջին օրը մեղադրանք առաջադրելու պահից եւ այդ փաստաթուղթը ձեր ձեռքի տակ կա, մենք բարձրաձայնել ենք հարցեր քննիչին, որ այս մեղադրանքը բարձ չի եւ բարձրաբանման կարիք ունի, այնպես էլ գործի քննության 6 ամիսների ընթացքում այդ բարձրաբանումները չենք ստացել, ինչպես մեղադրանքի կողմից, այնպես էլ հրապարակային հայտարարություններ կատարող նախաքննական մարմնի կողմից եւ համոզմունք ունեմ, որ մենք այդ բարձրաբանումները չենք կարող ստանալ, ոչ թե նրա համար, որ մենք այդ ունակությունը չունենք, այլ որ բարձրաբանում տվողները այդ ունակությունը չունեն, ակնհայտ ապօրինի լղոզված մեղադրանքում որևէ իրավական տարր մատնանշելու։ Անդրադառնալով խափանման միջոցի պայմաններից, մեղադրանքի առկայությունը։ Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բազմաթիվ նախադեպերով չթվարկեմ ձեր ձեռքի տակ եղած վարույթների նյութերում, մեր բողոքներում բազմաթիվ նշումներ կան այդ դատական ակտերի, ներկայացրել է, որ անձին ներկայացված մեղադրանքը պետք է լինի հստակ, պարզաբանված։ Սա կարևոր է նաև հետագայում, որ անդրադառնանք հիմքերին, նաև այդ տեսանկյունից։ Ինչի, որովհետև 18 անձի վերաբերյալ մեղադրանքը ունի բացարձակապես նույն տեքստը։ Ընդամենը յուրաքանչյուրին հանձնված փաստաթղթում մկեցված է իր անունը։ Այդպիսի պայմաններում պնդում հնչեց, որ օրինակ մեղադրանքի կողմը գտնում է կամ դատարանը նախկինում գտել է, որ ինվեստորը ունի առանցքային եւ առանձնագի դերակատարում։ Այդ որ այդ մեղադրանքների շարադրանքը նույնն է։ Մենք ոնց ենք կարող վերհանենք
որևէ մեկի որևէ տեսակի դերակատարումը այս հարցում։ Իսկ դրա տակ ոչ փաստական հիմք կա, ոչ իրավական փաստաթուղթ կա։ Ընդհանրապես զգայական հայտարարություն։ Որտեղ մեղադրանքի տեքստի մեջ ոնը առնվազն պետք է նշում պարունակի, որ այսին անձը ունեցել է էական դերակատարություն։ Էլ չասեմ դասական առումով քրեական իրավունքին բնորոշ կարգավիճակների տրողումը, կազմակերպիչ, դրդիչ, օժանդակող եւ այլն։ Մեղադրանքի պարզաբանված չլինելու պարագայում եւ ձևակերպումների անորոշության պարագայում դատարանը չի կարող գնահատել, ոչ թե նրա համար, որ այս փուլում առասարակ չի կարող, այլ բովանդակորեն չի կարող գնահատել որևէ արարքի առկայություն եւ դրա հիմնավոր կասկածի առկայություն։ Որտեղ եթե նկարագրված չի անձի ենթադրյալ արարքների օբյեկտիվ կողմի գործողությունների կամ անգործության որևէ նկարագիր, դատարանը չի կարող համեմատական անցկացնել գործում առկա փաստերի, նյութերի, ապացույցների հետ, որպեսզի հասկանա ողջամտորեն կարող է դա տեղի ունեցած լինել, թե ոչ։ Եվ առաջին հարցը դեռ ինչ է տեղի ունեցել, որ մի հատ էլ հասկանանք դա ապացուցվում է, թե ոչ։ Մեր բազում հարցադրումներին, հարցապնդումներին եւ մեղադրանքի վերաբերյալ եւ ապացույցների անհատականացման վերաբերյալ նախորդ դատական նիստերին էլ ականատես եղանք, որ մեղադրանքի կողմը որևէ տարանջատում չկատարեց եւ իրենց միջնորդության մեջ առնվազն որևէ ապացույց չեն ակնանշել, որով ասեն այս ապացույցով հաստատվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանի մեղցագրվող արարքների հանցակազմերի այսինչ ականիշի առկայություն։ Այսինքն ձեր ձեռքի տակ չկա որևէ ապացույց, որով ըստ մեղադրանքի կողմի անհատականանում է ինվեստորի կողմից որևէ արարքի կատարում, չեմ խոսում հանցանքի առկայության մասին։ Անդրադառնալով խափանամիջոցի այլ պայմանին, համաձայն վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, որոնք թեև կայացվել են նախորդ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ, բայց ամբողջությամբ կիրառել են նաև գործող օրենսդրական կարգավորումներին։ Ճիշտ քրեաիրավական որակում։ Երբ որ մենք ընթերցում ենք այն գործողությունները, որոնք վերագրված են անորոշ անձանց խմբի եւ անորոշ գործողություններ, որևէ պարագայում այդ բոլոր գործողությունները իրականում գոյություն ունեցած լինելու պարագայում, ապացուցված լինելու պարագայում, որևէ աղերս չեն կարող ունենալ այն հոդվածի հետ, որը ընտրվել է։ Իսկ ընտրվել է երկու հոդված՝ ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանության զավթում։ Ինչ են ընտրվել այս հոդվածները, դրա պատասխանն է պարզ եղել, որ ամեն մեկը այլ կերպ չարտահայտվեմ դատական նիստերի դահլիճում, իր պարտքը համարի այս գործի վերաբերյալ որևէ արտահայտություն կատարել, քննչական կոմիտեն կոնտեքստից կտրված խմբագրական աշխատանքներ կատարի, փորձելով եւ այս դահլիճում ներկա անձանց եւ նրանց հետ որևէ կերպ փոխկապակցված եւ չփոխկապակցված ընդհանրապես կապ չունեցող անձանց քաղաքական գործիչների հանրային հասարակական գործունեություն իրականացնող անձանց վերագրի Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության պլանավորում, այնուհետև դա թարգմանեն են անգլերենով, ընդունեն դեսպանների, կոմունիկացնեն այդ ամեն ինչը, պնդեն, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մութ ուժեր պլանավորում էին կատարել ահաբեկչական ակտ։ Մինչդեռ իրականում այս գործընթացը նախկինում էլ ենք արտահայտել սրա մասին։ Բացահայտ անարգանք է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ միջազգային քրեական իրավահարաբերություններում ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ, որովհետև բազմաթիվ մասնագետներ, իրավապահ մարմնի աշխատակիցներ, օրնիվում քրտնաջան աշխատանք են կատարում իրական ահաբեկչություններ կանխելու համար, բայց մի խումբ մարդիկ որոշել են, որ այդ բավականին ծանր մեղադրանքը, հանցագործությունը եւ այդ բոլոր պայքարած մարդկանց անձանց աշխատանքը պետք է ջուրը նետեն եւ այդ ծանր մեղադրանքը քաղաքական շարժառիթներով փաթեթավորեն եւ փորձեն կրկնեն մարդկանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել նման գործողությունների հետ։ Նույնը վերաբերվում է իշխանության զավթման հանցակազմին։ Ես ակնկալում եմ, որ դուք դատական ակտում
երկու այս պայմաններին անդրադառնալու եք։ Նախ, եթե բավարարում եք դատախազների խնդրանքը, պաշտպանման միջոց եք որոշում կիրառել, անդրադառնում եք, թե արդյոք առկա է պարզաբանված մեղադրանք, որտեղ մեզ այսօր ոչ մեկ չի պարզաբանել եւ ելի մատնանշեմ Բագրատ Սևտազյանի արձակնության արձանագրության մեջ առկա է մեր հայտարարությունը, որ մեզ այս կոնկրետ հարցերի պատասխանները տվեք։ Դա չի տրվել ոչ քննչական սենյակում, ոչ Մասիս Մերքոնյան-ից Մնացական Մարտիրոսյան զույգի դատական նիստերի դահլիճում, ոչ էլ այս դատական նիստերի դահլիճում հանրային մեղադրողների կողմից։ Եթե կարիք կլինի, չնայած ձեր ձեռքի տակ այդ հարցադրումներն է կարող են բարձրաձայնել, թե ինչ հարցեր ենք տալիս քննիչին։ Եվ այո, ակնկալում եմ, որ ձեր դատական ակտում անդրադառնալու եք եւ առնվազն հիմնավորեք, որ առկա է համաձայն Վճռաբեկ դատանի նախադեպերի եւ Եվրոպական դատանի նախադեպերի հաստատած ստանդարտների առկա է որոշակի մեղադրանք։ Սա առաջին։ Երկրորդը, որ այդ մեղադրանքում շարադրված գործողությունների իրադարձությունների նկարագիրը համապատասխանում է այն իրավական գնահատականին, որի հիման վրա մեղադրանքը առաջադրվել կոնկրետ հոդվածներով։ Սա նույնպես դատանի պարտականությունն է այդ թվում այս փուլում, որովհետև եւ օրենքը եւ նախադեպային իրավունքը որևէ տարանջատում չի դնում այս երկու պայմանների առումով։ Հիմնավոր կասկածին անդրադառնանք դրա վերաբերյալ մի քիչ խառը դատական պրակտիկա ունենք։ Իսկ այս երկու պայմանների առկայությունը մշտապես պետք է մատնանշված լինեն դատական ակտերում, եթե այդպիսի դատական ակտերով որոշվում է որևէ անձի ազատություն սահմանափակել։ Անդրադառնալով հիմնավոր կասկածին, մենք ունենք դատական պրակտիկա եւ շատ հաճախ դրան հղում է կատարվում, որ այս փուլում դատարանը չի կարող հիմնավոր կասկածի հարցի անդրադառնալ, մինչդեռ եթե նախկինում նման դիրքորոշում կայացվել է գուցե բարի նպատակներով, այսօր այդ հնացած պրակտիկան ծառայեցվում է իչարս, փորձելով բոլոր ապօրինի քրեական վարույթներում պաշտպանության կողմին զրկեն բովանդակային հարցի քննարկման հնարավորությունից։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք առաջադրել ենք մեղադրանք, որը կարող է լինել բացահայտ ապօրին։ Այդ մեղադրանքի հիմքում վկայակոչել ենք փաստեր, առաջադրել ենք ծանր հոդվածով մեղադրանք, ինքնին սա բավարար է, որպեսզի անձը մտահոգություններ ունենա, որ կարող է ծանր հոդվածով դատվի, հետևաբար որևէ բովանդակային քննարկում չի կարող լինել եւ պետք է պաշտպանության կողմը լռի, որևէ առարկություն չներկայացնի, մինչեւ այդ գործի ամբողջական քննությունը կավարտվի։ Հարգելի դատան, տենց չի կարող լինել։ Առնվազն որոշակի ողջամիտ շեմով դատարանը այս հարցի քննարկումը իրականացնելիս պարտավոր է անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայությանը։ Եվ եթե որոշակի տրամաբանական շեմ դրա համար սահմանելու լինենք, առնվազն այդ շեմը չպետք է նվազ լինի, քան նախաքննության վերջի փուլում հիմնավոր կասկածի հիմքում ընկած նյութերի բովանդակությունը։ Որովհետև ինչ է ստացվում։ Նախաքննության փուլում քննիչը գործից ֆիլտրված, տեղաթուրված տվյալները, այդ թվում հայտնի կեղծված ապացույցը վերում ներկայացնում է կալանքի հարց քննարկող դատարանին։ Մի կողմ թողնեմ, որ այդ դատարանը ինքը ինքնուրույն կարող է այդ հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում հիմա հարցի քննարկողը դուք եք։ Եվ ստացվում է, որ ապօրինի ապացույցով անձին նախաքննության փուլում կալանավորեցին, իսկ դատարանը գործի իստեյության քննարկման ընթացքում ասում է, ես չեմ կարող անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ առերևույթ ակնհայտ է այն խնդրեմը, որը դրված է այս գործի հիմքում։ Հետևաբար մենք պետք է ներկայացնենք այդ հանգամանքները եւ դատարանը նույնիսկ արկա պրակտիկայի պայմաններում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորի, թե ինչի է անհրաժեշտություն առաջացել այս փուլում լսելու քննարկելու հիմնավոր կասկածի հարցը։ Ընդ որում առաջարկը սա ոչ թե ամբողջ ծավալով մենք անդրադառնանք եւ անհարկից անդրադառնանք process-ը, այլ հիմք վերցնենք այն բոլոր տվյալները, որոնք եղել են նախաքննական վերջին կալանքի հիմքում եւ հասկանանք արդյոք դրանից հետո երբ որ գործի նյութերը տրամադրվել են պաշտպանության կողմին, պաշտպանության կողմը ձեռք է բերել եւ գործի նյութերում կարող է մատնացույց անել տվյալներ, որոնցով հերքվում է նախնական քննության ընթացքում
կալանք տվող դատանին ներկայացված տեղեկատվության իսկությունը։ Օրինակ բերեմ, հա, եւ քննչական կոմիտեն էր դրա վրա հղում կատարում եւ նույնիսկ արժանամբյանից էր դրա մասին հնչում։ Ըստ քննչական կոմիտեի հրապարակային հայտարարությունների ներկա անձինք կամ նրանց մի մասը, ինչ եմ ասում, ինչ չեմ կոնկրետացնում, որովհետեւ էլի անդրադառնանք, որ մեղադրանքները բացարձակ անհատականացված չեն եւ լողոզված տեքստով են շարադրված։ Կատարվել է պնդում, որ պլանավորում են վառել խոտի տուկեր։ Սա առանցին վերցրած կարող է քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ դա ինքնին հանցագործություն չի, կարող է ինչ-որ առումով դիտվել վարչական իրավախախտում, բայց եթե նայենք միջազգային պրակտիկան, հավաքների իրացման հաճախակի օգտագործվող ատրիբուտներից է։ Խոտի տուկեր վառվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում, տարբեր պիրոտեխնիկա օգտագործվել է հարևան Վրաստանում ցույցերի ընթացքում եւ քանի դեռ պիրոտեխնիկան նաեւ եթե անդրադառնանք ծխերին նաեւ օգտագործվել է ազգային ժողովի ներսում որպես բողոքի ակցիա 2018 թվականին։ Վերադառնալով, քննչական կոմիտեն այդ հայտարարությունը կատարում է։ Դրա վերաբերյալ նյութեր տրվել է առաջին կալանքի հիմքում։ Հետագայում երբ որ ստացել ենք գործի նյութերը, ինչ ենք տեսել այդ գործի նյութերում, որ այդ խոսակցությունը, որ օրինակ վերագրվում է Բագրատ Սրբազանին, այստեղ էլ վերապահում անենք այդ ձայնագրությունների նույնականացմանը, վերագրվում է Բագրատ Սրբազանին ըստ քննչականի։ Դրան հաջորդող 2-3 օր հետո ձայնագրության մեջ էլի իրենց կողմից արձանագրված էլի Բագրատ Սրբազանի վերագրվող տեքստում կատարում է հայտարարություն, որ չէ քննարկել ենք, սա չենք անելու։ Առաջին ատյանի դատարանին այս տվյալը ներկայացված չի եղել նախաքննության ընթացքում։ Արդյոք եթե այս տվյալը բարեխղճորեն քննիչի կողմից ներկայացված լիներ, դատական ակտ ունենալու էր այդ տեսքը։ Ես խիստ կասկածում եմ։ Բայց ապօրինաբար թաքցնելով մեղադրանքը հերքող տվյալները ֆիլտրված սելեկտիվ ձևով ներկայացնելով առանձին հատվածներ, ինչ որ առումով դատարանի քննիչը համոզել է, որ այս տվյալները կարող են իրողություն լինել։ Նույն տանջված գնդակահարության ձայնագրությունը։ Նախաքննության ընթացքում դա ներկայացվում է եւ դրվում է խափանման միջոցի հիմքում, այն բովանդակությամբ, ինչը քննիչը եւ ԱԱԾ-ի աշխատակիցը նպատակահարմար են գտել արձանագրել։ Ընդ որում արձանագրությունները կազմվել են այնպես, որպեսզի հանկարծ կասկած չմնա, որ այնտեղ կարող է ինչ-որ հատված բաց կողմած լինել, չեն օգտագործել որևէ լեզվաբանական կամ իրավական տեխնիկայի կանոններ, որպեսզի ցույց տան, որ այդ հատվածը առանձնացված է եւ ամբողջական բովանդակություն չի պարունակում։ Այդ եղանակով մոլորեցնելով դատարան։ Իմիջայլոց ասեմ, որ դրա վերաբերյալ ապացույց կեղծելու եւ կեղծ ապացույց օգտագործելու վերաբերյալ արդեն երևի 1 ամիս կլինի հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն, որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Չսպասելով այդ պատասխանին, նաեւ 1 շաբաթ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, թեև պատասխանը պետք է ստանա 24 ժամ անց, բայց ելի որևէ պատասխան չեմ ստացել։ Առաջին ատյանի նախաքննական փուլում առաջի ատյանի խափանման միջոցի որոշումից հետո մեր ստացված նյութերով մենք պարզեցինք, որ այդ տվյալները կեղծված են։ Հիմա ինչ է ստացվում։ Դատարանը սկզբից որոշել է անձին կալանավորել կեղծ տեղեկատվության հիման վրա, բայց մենք հիմա չկարողանանք այդ հարցը բարձրացնել դատարանի առաջ եւ ասել, որ կոնկրետ այս ապացույցին պետք է ուշադրություն դարձնել հիմնավոր կասկածի հարցը գնահատելիս։ Շատ են քննարկվում եւ այս մասին մենք նախկինում շատ առարկություններ չենք ներկայացրել սպասելով համապատասխան դատավարական փուլին, քննարկվում են աստիճներով մեքենայի անիվներ ծակելու այդ կերպ ինչ-որ երթևեկություն խոչընդոտելու հնարավորություն։ Էլի վարույթ իրականացնող մարմնի կողմից դատանից թաքցվել է դրան հաջորդող օրերի խոսակցություն, որտեղ մարդիկ քննարկում են, որ նույնիսկ մեքենայի ակ առանց ծակելու չեն իջեցնելու, չեն օդը հանելու, որպեսզի խցանում առաջանա։ Այս տվյալը ինքը հուշում է, որ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ այդպիսի sense ձևակերպել, փոքր չարաճճիություն անել, բայց այն նախորդ տվյալը, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, ընդ որում ոչ մի բան չի հայտնաբերվել, դրված է եղել
նախագնական փուլում կալանքի հիմքում։ Հիմա այս տվյալները արդյոք պետք է գնահատման արժանանան, որպես հիմնավոր կասկածի հաստատում, թե ոչ։ Ձեր նախորդ դատական ակտերում արձանագրել եք, որ դատարանը չի անդրադառնում այս փուլում հիմնավոր կասկածին, միևնույն ժամանակ համարելով հիմնավոր կասկածը առկա։ Հիմա կամ դատարանը ընդհանրապես չի հաստատել հիմնավոր կասկածը, կամ տրամաբանությունը հանգում է նրան, որ դատարանը իգիտություն է ընդունել վերջին անգամ մինչև դատարան ուղարկվելը դատարանի կողմից հաստատված հիմնավոր կասկածի առկայությունը։ Հիմա մենք ասում ենք, որ այդ փաթեթը, որը եղել է այն ժամանակ, ունի թերություններ։ Ընդ որում այդ թերությունները ոչ թե ապացույցների տարբեր մեկնաբանությունների տիրույթում են, այլ մի դեպքում ապացույցի կեղծիքի վերաբերյալ է, մյուս դեպքում դատարանին ապատեգատվություն ներկայացնելու վերաբերյալ է, երրորդ դեպքում հաջորդ օրերին հերկվող տեղեկատվության վերաբերյալ է։ Հիմա մենք այդ տվյալները պետք է քննարկենք պատվարժան դատարան, թե ոչ։ Եթե դուք չեք քննարկում, ստացվում է, որ իմանալով, որ այդպիսի տվյալները առկա են, դուք թողում եք, որպեսզի ապօրինի ազատազրկումը անձի շարունակական լինի։ Եվ բնականաբար ձեր կողմից այդ հարցները չքննարկվելու պարագայում վերադասացիաները նույնպես այդ հարցին առանձնապես չեն անդրադառնում։ Այս պարագայում պատվարժան դատարան առաջնահերթ է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված ազատության իրավունքի համար տրված դատական բոլոր երաշխիքների կիրառումը։ Մեր օրենքը հստակ նախատեսում է խափանման միջոց կիրառելիս պետք է քննարկվեն բոլոր պարտադիր պայմանները, պետք է քննարկվեն հիմքերը։ Երկու պայման արդեն ասեցի ես, ակնկալում եմ, որ դատարանը այդ ակտով պատճառաբանի։ Երրորդ պայմանը հիմնավոր կասկած է։ Ես ակնկալում եմ, որ դատարանը անդրադառնա, եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք զննել թվարկածս 3 ապացույցները, որոնք հետքում են նախնական քննության փուլում դատարան ներկայացված տվյալները, եւ գնահատման առարկա դարձնենք դա։ Դատարանի ձեռքի տակ կա մեղադրողները ունը, ես բովանդակությունը հրապարակեցի։ Դրա հետազոտման լրացուցիչ անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե բովանդակության վերաբերյալ առարկություններ կան, կլսեմ կարձագանքի։ Այս բոլոր հիմքերի պայմաններում մեղադրանքի կողմը շարունակաբար եւ կրկին ստանդարտ նախադասություններով ձևակերպումներով պնդում է, որ առկա վարույթին ոչնդոտելու հնարավորություն։ Բառացի մեջ բերեմ, բավարար հիմքեր կան պարտականությունների, չէ, ներողություն, սա բառացին չէ, սա իմ միտքներ, պարտականությունների չկատարման համար։ Որն է այդ բավարար հիմքը, բացի ենթադրական տեսական դատողությունը։ Ինչ է տեղի ունեցել մինչև այսօր, որ հանրային մեղադրողներին կամ դատարանին կարող են հիմք տապանդելու, որ որևէ չասեմ նույնիսկ ոչ իրավաչափ, ոչ արդար միջամտություն կարող է լինի, որտեղ մենք խոսում ենք Բագրատ Սրբազանի մասին։ Մենք չենք խոսում իրավունք օրենք խախտելու չխախտելու մասին, մենք խոսում ենք բարոյականության բարձր ստանդարտ ունեցող մարդու մասին։ Եվ բնականաբար պետք է հիմքերը նույնպես անդրադարձ կատարվի ըստ բովանդակության։ Որևէ պատճառաբանություն մեղադրանքի կողմից չի ներկայացվել, թե ինչու է այս կամ այն հիմքը առկա, գործի որևէ փաստական տվյալի հղում չի կատարվել, գործը դատարան մտնելու պահից մինչև այսօր վարքագծի որևէ թերացման հղում չի կատարվել։ Եվ տևական ժամանակահատվածում գործի քննության պարագայում, երբ որ նաև ժամանակին էլ որոշակիորեն մեղվել է խափանման միջոցի սահմանափակումը, նաև ավելացել է շփումը, անսահմանափակ շփումը բոլոր հնարավոր անձանց հետ, կրկին այս հիմքերը նույնպես նվազել են։ Իմ վստահորդը հստակ դիրքորոշում ունի, որ չի ակնկալում կալանքը փոխարինել տնային կալանքով, որովհետև մենք պնդում ենք, որ սա ակնհայտ անհիմն ազատազրկում է եւ սրա այլընտրանքը կարող է լինել բացառապես ազատության վերականգնումը ամբողջ ծավալը։ Դրա մասին վստահորդս ելույթով առանձին անդրադարձ կկատարի։ Հիմքերին նաեւ կրկին անդրադառնալիս ելի պետք է մատնանշեմ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը գնահատման աստիճանի բարձր չի համարել, գնահատման արժանի աստիճանի բարձր չի գնահատել նորարար կատարելու ռիսկը համարելով այդպիսի տվյալների բացակայություն, նաև դուք էլ ձեր նախորդ դատական ակտում եւ վերաքննիչ դատարանը վերանայման արդյունքում արձանագրել է, որ սույն գործով մեղադրանքները հիմնված են առավելապես
օբյեկտիվության հատկանիշ ունեցող ապացույցներով։ Սա էլ շատ պայմանական արտահայտություն է, որտեղ այդ առավելապես օբյեկտիվ ապացույցները տեսել ենք ինչ եղանակով են կեղծվել։ Բայց ամենաներևս դրանք ձայնագրություններ են, որոշակի տեսանյութեր են, ուզարկություններ են եւ այլն, որոնց վրա բնականաբար բացի իրավապահ մարմինների աշխատակիցներից այս դատանում ներկա որևէ անձ չի կարող այլևս ազդեցություն ունենալ։ Ով էլ ժամանակին այդ ազդեցությունը կարող էր ունենալ, արդեն ունեցել ավարտել։ Ոստի այս պարագայում խիստ տեսական դատողություն է գործի նկատմամբ ոչ իրավաչափ ազդեցության ռիսկը։ Դե բնականաբար բացակայելու ռիսկի հարցը մենք վարույթից թաքնվելու ռիսկի հարցը վաղուց ենք սպառել, դրանից անգամ կարիք չեմ տենում այս հարցին անդրադառնալ։ Այլընտրանքային խափանման միջոցների հարց չեմ քննարկում, նախորդ դատական նիստերին քննարկել ենք, այդ հնարավորությունը առկա է եղել, դատանը կարող է նախկինում անդրադառնալ եւ լիազորությունների դիրույթում հիմա էլ սահմանափակված չի, եւ ասում ենք, տնային կալանքի բաղրացել պալանը չի գնալու, գրավ չի վճարելու, էլեկտրոնային հսկողության սարք չի կրելու։ Անդրադառնալով այսօրվա ոչ իրավական, ոչ օրինական, ոչ բարոյական իրավիճակին, որ ստեղծված է Հայաստանի Հանրապետությունում, հատկապես հայրաքելական սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ վարույթներում։ Ինչպես ասացի, դուք հնարավորություն ունեք այս բային մասնակի մեղմելու այդ խախտումները։ Մի առիթով ձեզ քննարկել ենք նախկինում, բայց այս դատական գործով առաջին անգամ պետք է արտահայտեմ մեզ միտքը, որ հայրաքելական սուրբ եկեղեցու դեմ այս բոլոր ոտնձգությունները միասնական դիտավորության մաս են կազմում։ Սրանք անհատական վերցված գործեր չեն, սրանք տարբեր անձանց, պաշտոնատար անձանց, ոչ պաշտոնատար անձանց, միմյանց գործողություններ լրացնելով, խոչընդոտներ հաղթարելով, ինտելեկտուալ օժանդակություն ցույց տալով, քարոզչություն իրականացնելով, մարդկանց անտեղի զերպարտելով, ապացույցներ կեղծելով, իրար գործողություններ լրացնելով մեկ անձավոր շղթայի դրսևորում է։ Եվ պետք է նշեմ, որ առկա է հավանականություն եւ ոչ նվազ հավանականություն, որ առաջիկայում ու ոչ հեռավոր ապագայում Հայաստանի Հանրապետությունում հարուցվելու է քրեական վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, որտեղ բոլոր են պաշտոնատար անձինք, ովքեր մասնակից են դարձել հայրաքելական եկեղեցու նկատմամբ այս ոտնձգություններին, առանձնատուկ դերակատարություն պետք է ունենան։ Ես ավարտեցի։